Ողջույն։ Մայաները իրենց պատկերագրերում ունեցել են զրոն ներկայացնող նշան, դատարկ խեցու տեսքով։ Ներկայացնեմ հետևյալ գրքերը։ Գրքի հեղինակը Մայքլ Կո, Մայա, գիրքը հրատարակել է Ցենտր Պոլիգրաֆ հրատարակչությունը 2012 թվականին։ Գրքի հեղինակը Գալինա Երշովը, Միֆը Մայա, գիրքը հրատարակել է Միֆ հրատարակչությունը 2025 թվականին։ Մայաների քաղաքակրթությունը ձևավորվել եւ զարգացել է կենոնական Ամերիկայի տարածքում Մթ. առաջ մոտավորապես 2000 թվականից մինչև Մթ. 900 թվականը։ Այն բաժանվում է նախադասական, դասական եւ ուշդասական ժամանակաշրջանների։ Մայաների կողմից հիմնված քաղաքապետությունները հաճախակի պատերազմում էին միմյանց դեմ, երբեմն համագործակցում։ Մայաների քաղաքները կենոնացած էին բուրգ տաճարների շուրջը։ Քրմերը վճռորոշ դեր ունեին քաղաքի քաղաքական եւ հոգեվոր կյանքում։ Մայաների հայտնի քաղաքներից էին Պալենկեն, Ուշմալը, Տիկալը, Չիչենիցան, Կալակմուլը եւ այլն։ Մայաները երկրպագում էին քամուաստված Կուկուլկանին, ով իրենց գլխավոր աստվածն էր։ Կինիչ Ահաոին, ով արևի աստվածն էր։ Իշչելին, ով իր կինն էր եւ Ձեածանի աստվածուին։ Չակին, ով ջրի աստվածն էր, եւ այլ աստվածների ու աստվածուիների։ Մայաների անդրաշխարհը կոչվում էր Շիբալբա։ Ահպուչը անդրաշխարհի աստվածն էր։ Մայաները մյուս հնդկացիական ժողովուրդների նմանությամբ ունեին մարդկային զոհաբերության արարողություն իրենց կրոնում։ Իրենք խաղում էին նաև ծիսական նշանակություն ունեցող գնդակի խաղը, որը որոշ չափով նման է ժամանակակից վոլեյբոլին։ Յագուարը իրենց գլխավոր սրբազան կենդանին է։ Մայաների գիրը կազմված է մոտ 800 բառանշաններից եւ 100 վանկայի նշաններից։ Այն վերծանելու գործում վճռորոշ դեր է ունեցել սովետական լեզվաբան, պատմաբան Յուրի Կնորոզովը։ Եգիպտացորենը, որին իրենք մայիս են անվանում, իրենց գլխավոր հացահատիկն է։ Արմատային բանջարեղեններից քաղցր կարտոֆիլը կարևոր նշանակություն իրենց համար, այն կոչվում է նաև բատատ։ 900 թվականից հետո մայաների քաղաքապետությունները ժամանակակից Գվատեմալայի եւ Հոնդուրասի տարածքում լքվում են։ 10-րդ դարում տոլտեկները հայտնվում են Յուկատան թերակղզում եւ Գվատեմալայի լեռնային տարածքներում։ Չիչեն Իցան դառնում է իրենց մայրաքաղաքը։ 15-րդ դարում մայաների քաղաքակրթությունը վերջնական նահանջ է ապրում։ 1528 թվականից իսպանացիները սկսում են կենոնական Ամերիկայի նվաճումը, որը տևում է մոտ 170 տարի։ Այժմ կենոնական Ամերիկայի տարածքում, մասնավորապես Յուկատանում, Բելիզում, Գվատեմալայում, Հոնդուրասում ապրում են մայաների ժառանգները։ Անվերջ կարելի է խոսել մայաների քաղաքակրթության մասին, բայց այսօր այսքանը։ Շնորհակալություն ուշադրության համար։